Շատ հետաքրքիր տեղ եմ ուզում կարդամ եւ ինչ որտեղ նաեւ եղբոր Քարոզի լրացում կարող ալնի։ Կարդում եմ Հովանի ավետարան 15:5-ը։ Հովանի ավետարան 15:5-ը։ Ուշադիր լսեք, սիրելիներ։ Ես որդն եմ ու դու ճյուղերն եք։ Ան, որին վրաս հաստատված է, եւ ես անոր վրա անիկա շատ պտուղ կբերե, վանզի առանց ինձի բան մը չեք կրնա էնել։ Նորից եմ կարդում եւ շեշտերը դնում եմ։ Ես որդն եմ, դու ճյուղերն եք։ Ան, որի ին վրաս հաստատված է, ու ես անոր վրա անի շատ պտուղ կբերե, վանզի առանց ինձի բան մը չեք կրնա էնել։ Մի հատ հարց տամ ձեզ։ Եթե հաստատվեց չլնենք Քրիստոսի վրա, Քրիստոս մեր հաստատած է, մենք ճշմարտություն կհասկանանք։ Հա? Հարց եմ տալի, եղբոր քարոզածը կհասկանանք։ Եթե մարդը հաստատված չի Քրիստոսի վրա, Քրիստոսի իր վրա, նա ճշմարտություն չի կարող հասկանալ։ Ուրեմն շատ կարևոր է հաստատվելը։ Եղբայրներ, քույրեր, մենք բոլորս, որ եկել ենք աշխարհից, ունենք հավատք, որ կյանքը սա է, այս ինչ որ ապրում ենք։ Մենք հավատացել ենք դրան եւ ապրել ենք մեր ուզած ձևով։ Հիմա եթե ուզում ենք պատվաստվել, պետք է կտրվենք այդ հավատքից։ Ուշադիր լսեք։ Եթե չկտրվանք, Քրիստոսի վրա չենք պատվաստվի երբեք։ Դրա համար Հռոմեացիս թղթում գրված է. կտրվել է պետք է հավատքից։ Բոլոր հավատացյալները տառապում են այդ հավատքից չկտրվելու պատճառով։ Այդ հավատքից չեն ուզում կտրվեն։ Նայեք ինչ է գրած։ Հռոմեացիս 11:16 խոսքից մինչև 25-ը կարող է կարդամ։ Արդ երեխային սուրբ է նաև զանգվածն է, եթե արմատը սուրբ է, ուրեմն ճյուղերն ալ։ Շատ հավատացյալներ աղոթում են, որ սրբանան, սուրբ սիրտ ստանան, մաքրվեն եւ այլն, բայց հաստատվելու մասին չեն մտածում։ Դրա համար 30 տարի, 20 տարի, 10 տարի, 40 տարի աղոթում են, չեն սրբանում։ Փոխանակ հաստատվեն եւ արմատից սրբությունը կգա։ Ուշադիր լսեք, կարևոր բան եմ բացատրում, սա հայտնություն եմ ստացել Տիրոջից։ Եվ ինձի այդ հավատն է պահել։ Դրա համար ես հիշում եմ 71 թվականին, երբ որ եկա հավատքի, եղբայրներ, քույրեր, Հայաստանում 200 հոգի հավատացյալ չկային, մեր եկեղեցին։ Ես որպես մաթեմատիկ հաշվեցի 72 երիտասարդ կար, 72-ից 10 հոգի չմնաց հավատքներ, սաղ աշխարհ գնացին։ Ոմանք էլ որ մնացին, կան պրոբլեմներ, կան դժվարություններ նույնիսկ իրենց կյանքի մեջ։ Եթե չես կտրվում աշխարհիկ հավատքից, չես պատվաստվի Քրիստոսի վրա։ 1,000,000% չես պատվաստվի։ Ուզում ես 1% մի կտրվի։ Եթե մի բան ուզում ենք պատվաստել, կտրում ենք քոքից, կտրում ենք լրիվ նրանից, որ նա այլևս չսնվի այդ ծառից, վերում ենք պատվաստում ենք ուրիշ ծառի վրա։ Նույն ձևով, եթե դու չկտրվար այդ հավատքից, այն հավատքի վրա չես հաստատվի։ Եվ հաստատողը Տերն է, դու չես։ Կարդամ լսի ուշադիր։ Այդ եթե ճյուղերը մի քանի կտրվեցան, դու որ վայրի ձիթենի է, անոնց մեջ պատվաստվեցար, ուրեմն կտրվել է, որ պատվաստվել է, ձիթենի արմատին պարատության հաղորդ եղար։ Պետք է պատվաստվես, կպնես, որ նրանից սնունդ առնես արմատից։
Սրբություն իրանից կա, բնություն իրանից կա, կյանք իրանից կա, ճշմարտություն իրանից կա։ Ուշադիր լսում եք ինչ եմ ասում, թե չեք լսում։ Ճյուղերի դեմ մի պարծեցիր, եթե պարծենաս ոչ թե դու արմատի վեր բռներես, հապա արմատը քեզ։ Եթե չես հաստատվե արմատից, ոչինչ չես կարա հասկանալ, չես օգտվի։ Դրա համար բոլոր են հավատացյալները, որոնք երկար տարիներ ապրում են հավատքի մեջ, բայց նույն Կիկոսն է մնացել, նրանք չեն հաստատվել Քրիստոսի վրա։ Հեսա կբացատրեմ երկուսներ, ինչ բանա Քրիստոսի վրա հաստատվել, ինչ բանա Քրիստոս քո վրա հաստատվել։ Այսինքն բացատրեմ, Սուրբ Հոգուց եմ առեսա եւ կտամ ձեզ։ Այն ինչ որ ապրել ենք, են ենք տալիս։ Դրա համար 52 տարի եմ եսել հավատքի մեջ։ Ինչ հալածանք, ինչ տառապանք, ինչ նեղություն, ինչ սատանի հարձակում, ինչ դժվարություն եղել է, հաղթանակով գնացել ենք մինչև վերջ։ Եթե հաստատված չլնեինք, չեն կարող հաղթել։ 20 տարի ծնողներս ծեծել են, հալածել են, որ հավատքից հետ քայլեն։ Բայց Սուրբ Հոգին հաղթել իրանց, այն հաստատությունը հաղթել իրանց, արմատն հաղթել, ես չեմ հաղթել։ Եթե Քրիստոսի վրա հաստատված չեղար, դու Քրիստոսի հետ կապ չունես։ Ինչքան ուզում ես աղոթի, ուզում ես երգի, ուզում ես արք եպիսկոպոս եղի, արք առաքյալ եղի, եթե չես հաստատվել, դու երկինք չես գնա։ Դրա համար սիրելիներ, Սուրբ Հոգին ուզում է որ մեզ հաստատի։ Աղեք, անոնք անհավատությունով կոտրվեցան, դու հավատքով հաստատվեցար։ Մի հպարտանար հապավախեցիր։ Հավատքով կտրվում ենք մեղքի կյանքից, մեղքի կյանքի մեջ 1% կյանք չենք տեսնում։ Ես հիշում եմ նոր հոգի, ոնց կտրվա։ Ես տեսա, որ կյանքը բացվել է ինձ, կյանքը։ Ասի Տեր, ես է դռնից ներս մտա դեպի կյանքի, հետադարձ կամուրջները հավիտյան այրում եմ։ Ես նշանաբար կտրվեցի ես աշխարհի կյանքից և հաստատվա Քրիստոսի վրա։ Եվ հիմի շարունակություն կա։ Լավ, ես հաստատվա, բա ինքը ոնց է հաստատվում։ Այդ մասներ բացատրեմ, նայեք ինչ ա գրած։ Ինչ որ շահ էր զանիկա Քրիստոս համար վնաս սեպեցի։ Իրա բոլոր բաները վնաս կսեպեմ, իմ Տիրոջ Հիսուս Քրիստոսի գերազանց համար, որը համար ամեն բան է զրկվեցա, աղտեղություն կսեպեմ, որպեսզի Քրիստոս շահեմ, որ իր մեջ գտնվեմ։ Ես էլ ինքն հաստատում էր վրա։ Ով որ փողի հետ պրոբլեմ ունի, նա միլիոն կիլոմետր հեռու է քրիստոնեությունից։ Շահի հետև է վազել, փողի հետև է վազել, կա հոգևոր շահ, կա մարմնավոր շահ։ Մարդիկ ձգտում են երեցության, եպիսկոպոսության, քարոզելու, երգելու, ինչ որ հոգևոր շահի են ձգտում։ Նրանք Քրիստոսի հետ գործ չունեն։ Նրանք Քրիստոսի վրա չեն հաստատում։ Ամեն ինչ աղբ համարի, Քրիստոս շահի։ Մենք չենք եկել Հիսուսին հավատալու, ամբողջ աշխարհը հավատում է Հիսուսին։ Մենք եկել ենք Քրիստոս շահենք։ Քրիստոս շահենք։ Որ իր մեջ բնակվենք, որ իր մեջ ինքը մեր վրա հաստատվի։ Ով է ճանապարհը գնում անա հաստատում է Քրիստոսի իր վրա եւ ինքը իր վրա։ Եղբայրներ քույրեր, քրիստոնեությունը խաղոպար չի։ Հաստատվելու համար տես ինչ ասում, անձը տուրացի, խաչըդ վերցրու, ամեն հարստությունի ետ կեցի, որ իմ աշակերտը սնես, մենք, եթե իր աշակերտը չլնենք, մենք ճշմարտություն հասկանանք, մենք Սուրբ Գիրք ենք կարդում, տեսեք ինչ ասում, եթե իմ խոսքի մեջ կենակ, ճշմարտ աշակերտներս կլակ,
Եթե խոսքի մեջ մնացի, իր աշակերտը կլնես, նոր ճշմարտությունը կհասկանաս։ Հիմա նա այստեղ ինչ ասում Սուրբ Գիրքը։ Նա ինչ ասում։ Եթե մեկ ինձի կուգա, չի ատեր իր հայրը, մայրը, կինը, զավակները, եղբայրները, քույրերը, նաև իր կյանքն ալ չի կրնա իմ աշակերտը սլալ։ Ով որ իր խաչը չվերցնեմ, ետևես չգա, չի կրնա իմ աշակերտը սլալ։ Այսպես էլ ձեր մեջ ամեն մեկ եթե բոլոր ստացվածքի հետ ետ չկենա, չի կրնա իմ աշակերտը սլալ։ Աստծու կողմ ամեն ինչ արված է, եղբայրն ասեց Արտուրը, բայց մեր կողմը ատել, ինչ նշանակում ատել։ Ատել չի նշանակում ատել հորն ու մորը, մեղքի կյանք ատել, որ քո ծնողը քեզ կստիպի մեղքի կյանք անել, դա մի արա։ Մեր կյանքում այդ դեպքերն եղել են։ Կամ մեղքի կյանքը, եթե դու կտրել ես մեղքի կյանքը, մի սիր այդ մեղքի կյանքը, քո հերը կլնի, քո մերը կլնի, քո քուրը կլնի, քո զավակը կլնի, ով կլնի, մեղքի կյանքը դու կտրել ես, նորից մի գնա պատվաստվի։ Այսօր շատերը շուշուտ էթում են, տղաները ստիպում են, աղջիկները ստիպում են, կինը ստիպում է, այսօր շատ հոգիներ իրանց կանանց ձեռի մեջ խաղալիք են նույնիսկ։ Ստիպում են իրանց և նրանք թողում են, կտրում են, որովհետև քրիստոնությունը, դու ատես մեղքի կյանք եթե դու ատում ես, ուրեմն հերդ առաջարկում է, մերդ առաջարկում է, քուրդ առաջարկում է, կինդ առաջարկում, երեխադ առաջարկում, դու կտրել ես այդ հավատքով։ Մի գնա այդ մեղքին։ Զոհվի մի գնա, մեռի մի գնա, կորցրա քեզ, չես փոշմանի։ Քանի տեղ ուզում եք կարդամ։ Այս խոսքերը մեր դուրը չի գալիս։ Այս խոսքերը, որ ես մի կարդամ, շատերի դուրը չի գալիս։ Ան, որ իրանց գտնե պիտի կորցնե զանիկա։ Ան, որ իրանցը ինձի համար կկորցնե, պիտի գտնե զանիկա։ Պիտի կորցնենք մեզ։ Կորցնենք մեզ, որ գտնենք իրան։ Եղբայրներ քուրեր, սա լուրջ ճանապարհ է։ Պետք է միշտ նորից եմ կրկնում, ինչ ուզում ես արա, ու շատերս ինչ եմ ասում, ինչ ուզում ես արա, եթե Քրիստոս շահելու համար չի, իմ քարոզելը, եթե ես քարոզում եմ, և քարոզի մեջ Քրիստոս չես ուզում շահեմ, ես կորած մարդ եմ, քարոզելու ժամանակ պիտի Քրիստոս շահեմ ես, ինձ կորցնեմ, ինձ մերցնեմ, ինձ արամարեմ, որ Քրիստոս շահեմ։ Քրիստոս շահել ամենակարևոր հարցն հավատքի մեջ։ Այսօր շատերը շատ բան են շահում։ Բիզնեսից բիզնես են էթում, հարստությունից հարստություն են էթում, շրջապատից շրջապատ են էթում, փողից փող են էթում։ Ես ինչ բաներ են սարքում, որ իրանց հեղինակությունները բարձրանա, բայց Հիսուս ասում է, ինչ չես շահում, դու կորած մարդ ես։ Այս բանը սովորեք, եղբայրներ քուրեր։ Քրիստոս ողորմություն կանես, եթե այդ ողորմություն անելուց Քրիստոս չէ շահում, Սուրբ Գիրք կարդալուց Քրիստոս չէ շահում, աղոթելուց Քրիստոս չէ շահում, պաշտամի գնալուց Քրիստոս չէ շահում, ինչ ուզում ես արա, Քրիստոս շահը չի քո նպատակը, ուրեմն դու սխալ ուղու վրա ես, սխալ ուղու վրա ես քույրս, ես առաջ ինձ եմ ասել, ես նոր չեմ ասել ինձ, ամեն ինչ կորցնում եմ ես ամեն աղոթքի ժամանակ և նոր չի դա, արդեն 50 տարուց ավել է, եղբայրներ քուրեր, մենք եկել ենք մեզ կորցնելու, կորցնելու մեզ, որ Քրիստոս գտնելու, հլը մի հատ մտածեք, հլը մի հատ խորը մտածեք, տիեզերքի արարիչը, հավիտենական փառքը թողեց, որ քեզ շահի, քեզ գնի, դու ինչքան բուտումուտ դիլնես, քո պիծ փառքի համար, այդ պիծ փառքը չես զուն թողես, որ իրան շահես,
Դու ինչ հավատացյալ ես։ Դու հավատացյալ չես։ Դու ուղղակի հավատքի անուն կրող ես։ Հավատացյալ նա է, որ իրան կորցնում է։ Ամեն ինչ կորցնում է, որ Հիսուսի շահի։ Հալելույա։ Ես ամեն ինչ ուզում եմ կորցնել։ Կյանքսել կորցնել։ Ամեն ինչ կորցնեմ։ Միայն Հիսուսին շահեմ։ Սրա համար եմ եկել հավատքի։ Դու ինչ հիմար ես եկել, մտածի։ Եթե Քրիստոս շահելու համար չես եկել, իզուր ես եկել։ Կգաս, հիմի հալածան չկա։ Շքեղ ժողովարանում ենք նստում, շքեղ երգողներ մուզիկան, նայում ենք, սկի մարդիկ ասեն տուն չունեն, բայց պալատներում ենք նստում։ Բայց այն ժամանակ, որ մենք տներում ենք պաշտամուկ անում, մենք գնում ենք պաշտամուկի, չգիտենք տուն կգանք, թե չէ, որտեղ միլիցիան բռնում են։ Այսօրում ա միլիցիա բռնե տարել։ Ով ա տարեց այս կերե, ով ա թուքումուր կերե, ով ա խաչվե, ով ա մեռե։ Ուկրաինայում այդ տարիներին ամեն եկեղեցում զոհեր կար, որտեղ դեղ էր հավատքը սկսվել։ Ամեն եկեղեցում բանտարկյալներ կար։ Մեր Հայաստանի եկեղեցում ընդամենը 2-3 հոգի են դատվել։ Ահարոն եղբայրը, մեր Պերճ եղբայրը, մեր Միասնիկ եղբայրը բանի հերը, էլ վիսիլկա բաներ են տվել։ Մեկ էլ ես։ Մեր մեջ ով ա մեռե, ով ա գնդակահարվի, ով ա սպանվե, դες բան չէ վե։ Բա որ հիմի այդ պրոցեսը սկսվի, եթե դու Քրիստոսի մեջ չես, Քրիստոսի վրա հաստատված չես, դու չես դիմանա, քուրժան չես դիմանա։ Դու միակ դիմանաս, երբ որ Քրիստոսի մեջ ելնես, Քրիստոսի մեջ ապրես, սա հեքիաթ չի, սա իրականություն է, առաքյալները ապրել են այդ կյանքը, հաղթել են սատանային, հաղթել են մեղքին, հաղթել են դիվական աշխարհին, հաղթել են իրանց փառքին ու եսին ու դիրքին, կորցրել են ամեն ինչ, որ Քրիստոս շահեն։ Սա է հավատքի կյանքը, եղբայրներ, քույրեր, ովքեր սրա մեջ հաստատված չեն, ամեն օր լացի ասա Տեր, ուզում եմ ինձ հաստատես քո վրա, ինձ քեզ վրա, դու էլ իմ վրա, ես ուզում եմ դու հաստատվես, շահեմ քեզ, ուզում եմ ամեն ինչ կորցնեմ, միայն քեզ գտնեմ։ Եղբայրներ, ամենաթանկ մարդի մարմինն ու էությունն է, կորցնի մի վախեցի կորցնելուց գտնելու ես նրան, շահելու ես նրան ունենալու ես, դառնալու ես նրա շակերտը, ամեն հարստությունից, թե հոգևոր թե մարմնով, ետ կեցիր, աղբ համարիր Քրիստոսի գերազանց գիտության համար, որպեսզի Քրիստոս շահես, փառավորվի նրա անունը, նա կենդանի այստեղ է, նա լսում է ինչ ենք խոսում, նա լսում է տեսնում է ինչ ենք մտածում, նա տեսնում է ինչ մտքի վրա ենք մենք, եկել ենք պաշտամունքի Քրիստոս շահելու, թե ուրիշ բան շահելու։ Ինչի համար ես եկել պաշտամունքի։ Ես եկել եմ պաշտամունքի մի նպատակի բար, որ իմ արդյունքով, իմ աղոթքով, իմ աղաչանքով Քրիստոս շահեմ։ Իմ շահն է այս աշխարհում։ Ուրիշ բան չունեմ շահելու։ Ինչ էլ շահեմ ուրայնությունը, ինչ էլ շահեմ դատարկությունը, ուզում արք եպիսկոպոս լնես, արք առաքյալ լնես, դա շահել չեղավ, Քրիստոս շահի, որ իրա մեջ գտնվես, որ նրա հարության զորությունը ճաշակես, նրա չարչարներին հաղորդ լնես, նրա մահվան կերպարանք առնես, որ մեռելներին հարությանը հասնես, փառավորվի Հիսուսի անունը։ Տեսած կլեք կադրեր կարողա ցույց տված են ձեր հեռախոսների վրա, հափշտակությունը։ Շատերը հափշտակվում են, բայց շատերը մնում են։ Մեկ էլ տերում է իր կողքի եղբայրը քույր հափշտակվել է, շորերը մնացել է,
վերսմաշորերը լացում են, ողբում են, մնացածները ողբում են։ Բայց Հիսուսը որ գա, եթե Քրիստոս չենք շահել, մենք չենք ապշտակվի։ Մենք մնալու ենք երկրի վրա։ Քրիստոս շահեմ, նրա մեջ գտնվեմ, ճանաչեմ նրա հարության զորությունը, նրա չարչարներին հաղորդեմ, նրա մահվան կերպարանք առնեմ, որ լինի թե մեռելներին հարությանը հասնեմ։ Ինչ անենք, շահենք Քրիստոս թե չէ։ Դե կանգնենք աղոթքի, ով ինչ